շատ հատապտղային, շատ ամառային, առանց թխելու արտակարգ համեղ աղանդեր ենք պատրաստում, որը պետք է պահպանեք ու անպայման այս ամառ գոնե մեկ անգամ պատրաստեք։ Նախ մեզ հարկավոր է հատապտուղ, ես մոշ եմ վերցրել, վրան ամելացնում եմ շաքարավազ, եգիպտացորենի օսլա, դնում կրակին, մինչև ջուրը կգոլորշիանա։ Մեկ այլ ամանի մեջ պատրաստում եմ կրեմը, խառնում եմ թթվասեր, կատնաշոռային պանիր, խտացրած կաթ եւ վանիլ։ Հետո սկսում եմ արդեն ամենասիրուն ամանի մեջ հավաքել մեր աղանդերը։ Նախ թխվածքաբլիթներն եմ շարում, ամբողջ տարայի հատակը աշխատում եմ, որ բաց չմնա։ Վրայից լցնում եմ կրեմը, կրկին այս գործողությունը կրկնում եմ 3 անգամ, ինձ մոտ 3 անգամ ստացվեց։ Ամենավերջին շերտը հնարավորինս գեղեցիկ եմ հարթեցնում, թողնում սառնանում, հետո վրայից ավելացնում եմ արդեն հովացած մոշով զանգվածը, ձևավորում եմ իմ ճաշակով եւ այն կարող ենք ուտել։ Սա վեր է բոլոր պատկերացումներից ու համոզված եմ, որ սրճարաններում այն հազարավոր դրամներ կարժենա։ Անպայման պահպանեք հոլովակը, տարեք ձեր խոհանոցներ ու վայելեք ամբողջ ամառ։ Չափազանց համեղ է, թթվաշախառն ու շատ նուրբ։ Իսկ եթե թողնեք ամբողջ գիշեր, այն ավելի փափուկ կստացվի եւ ձեր քիմքին հարմար։